Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Արման, ոչ ոք չգիտի, որ ես այստեղ եմ։ Ուղղակի որոշեցի ու եկա։ Բայց գալուց առաջ շատ երկար եմ մտածել։ Հա, սկզբում կասկածներ ունեի, մտածում էի, որ անիմաստ է, մտածում էի, որ իմ գալով ավելի կբարդացնեմ ամեն բան։ Բայց չգալ էլ չէի կարող, Արման։ Արման ջան, մենք շատ երկար ենք լռել։ Ու երևի հենց այդ լռությունն է պատճառը, որ այսօր բոլորս այս վիճակում ենք։ Ես եկել եմ, որ 20-ից ավել տարիների ցավի, վշտի ու ստի վերջը դնենք։ Չէ, այդ վերջը չի, որ Գարիկը սպանեց Միսակին։ Չէ, հակառակը դրանով սկիզբ դրվեց ավելի վատ իրադարձությունների։ Բայց ես չեմ ուզում, որ այդպես լինի, որովհետև դրա մեղքն եմ զգում հոգուս վրա։ Արման, ես քեզ խնդրում եմ լսես ինձ մինչև վերջ։ Այդ աղջիկն էլ էր վատ վիճակում։ Սառինքը adekvat մարդ էր, ես երբեք չէի սպասի, որ այդպես բան կլինի։ Հետո ոստիկանները եկան, ես ամեն ինչ վերցրի իմ վրա։ Ասի, որ ես եմ ղեկին եղել։ Բայց այդ փողոցում տեսախցիկներ կային ու դրանք ֆիքսել էին, որ ես չեմ եղել ղեկին, այլ ինքը։ Իրան ձերբակալեցին։ Մի կողմից էլ ինքն էր ինձ անդադ մեղադրում, ասում էր, որ ես պետք է թույլ չտայի, որ սենց բան լիներ։ Ու ինքն էլ էր ճիշտ։ Չէ, ճիշտ չէր։ Չէ, ճիշտ էր։ Չգիտեմ հիմա ոնց կընդունես ասածս։ Բայց հիմա էլ է տենց, որ նստում եմ տաքսուտ դիմացը։ Ես ուշադիր նայում եմ, ինձ թվում է հեսա մի բան կլինի, ինձ թվում է մի վթար կլինի։ Չեմ իմանում ինչ անեմ, ոչ մի կերպ այդ ամեն ինչը չի անցնում մոտս։ Այ հենց հիմա էլ, որ խոսում եմ, նույն ապրումներն են գալիս։ Այդ երեխու անունով հաշիվ եմ բացել։ Ամեն անգամ փող եմ գցում, բայց իրանք չեն օգտվում այդ փողից։ Ես մեկ այլի գցում եմ։ Մտածում եմ, երևի տես մեղքս մի քիչ կթեթևացնեմ։ Գոր, մենք միասին ինչ-որ բան կմտածենք, որ կարողանանք օգնել այդ ընտանիքին։ Իսկ դու ու այդ աղջիկը ինչի եք վիճել։ Այդ դրա մասին իսկապես չեմ ուզում որ խոսանք։ Իսկ այդ աղջիկա հետո ինչ եղավ։ Հիմա ուր է։ Գիտեմ, որ 3 տարով ազատ զրկել են, ուրիշ ոչ մի բան չեմ իմանում։ Իսկ դու գիտես որտեղ են ապրում այդ երեխան ու մաման։ Այդ ամեն ինչից հետո տանտեղը փոխել էին, որ ես չիմանամ որտեղ են, որ չգնամ տեսնեմ իրանց։ Համ ես եմ ամաչում այդ մարդկանց աչքերի մեջ նայեմ, այդ երեխուն նայեմ, համ էլ իրանք իմ երեսը չեն ուզում տեսնեն։ Սիրուն ընտանիք էին, նորաստեղծ, երջանիկ։ Ու ես տես դժբախտացրեցի իրանց։ Այդ կնոջ ծնունդի օրն էլ սարքեցի սքի օր։ Գոր, ես հասկանում եմ այն ինչ եղել է,
իրոք սարսափելի է։ Ես հասկանում եմ քո բոլոր խոսքերը, քո բացատրությունները, քո եթեները, բայց պետք չի քեզ մեղադրես։ Այդպես դու քեզ ավելի ես տանջելու։ Դու մեղավոր չես, կամ քո մեղքը այնքան մեծ չի, ինչքան դու ես կարծում։ Մեղադրելու փոխարեն ավելի լավ է ինչ-որ ձև գտնես, ավելի ճիշտ մենք երկուսով ինչ-որ ձև գտնենք, որ կարողանանք այնպես անել, որ ցավդ մեղմանա։ Ես երբեք չէի պատկերացնի, որ քո մեջ այսքան մեծ ցավ կա, որ դու իրոք հզոր մարդ ես։ Բայց ես վստահ եմ, որ ինչ-որ ելք կկարողանանք գտնել, ինչ-որ ձևով պիտի փորձենք օգնել այդ ընտանիքին։ Բայց ոնց, հա? Ես քեզ արդեն ասեցի, ինչ անում եմ չի ստացվում։ Ոնց ուզում եմ անեմ չի լինում։ Ու պարտադիր չի, որ հենց դու օգնես իրենց։ Իրենք քեզ ճանաչում են, չէ՞, բայց ինձ չեն ճանաչում։ Այսինքն դու այդ կանես իմ համար։ Գոր, ես քո համար ամեն ինչ կանեմ։ Եթե ես իմանա, որ կարող եմ մի բան անել, ինչը քո ցավը կմեղմացնի, ինչը հոգիդ կթեթևացնի, ես կանեմ քեզ համար։ Ինչ տարբերություն, եթե դու խնդիր ունես, ուրեմն այդ խնդիրը նաև իմն է, ոնց որ դու ես միշտ ասում։ Մենք հաստատ կկարողանանք ինչ-որ բան մտածել ու օգնել այդ ընտանիքին։ Ինչ բախտավոր մարդ եմ ես, որ դու կաս։ Ձեր գալն իմ համար իրոք անսպասելի էր։ Ես այստեղ բոլորին կսպասեի տեսնել, բայց այ ձեզ այս թեման այնքան ածեցվել, որ չեմ էլ պատկերացնում, թե ինչ պետք է խոսենք։ Բայց ասեք, լսում եմ ձեզ։ Հա դու իրավացի ես։ Այս թեման անդադար շահարկվել է, որովհետև իմ ու քո ընտանիքում չկա այնպիսի մեկը, ում կյանքի վրա այս պատմությունը խորն ու անդառնալի հետք չի թողել։ Հիմա ճիշտ ու սխալ փնտրելու իմաստ էլ չկա, որովհետև անկախ մեղավորության չափից ու մեղավորների քանակից բոլորս կորուստ ենք ունեցել ու դեռ շարունակում ենք ունենալ։ Արման, ես երկար տարիներ լուռ ապրել եմ իմ ցավի հետ ու միշտ մտածել եմ, թե ավելի շուտ վստահ եմ եղել, որ վերջին մարդ եմ լինելու, ով տառապել այս ամեն ինչի արդյունքում։ Մտքովս էլ անգամ չէր անցնի, որ սա դեռ սկիզբն է։ Այս պատմության մեջ բոլոր տառապողները հավասարաչափ մեղավոր են։ Հա, ես հասկանում եմ ում նկատի ունես։ Դե հա, չեմ խաբի ու կասեմ, որ բոլորդ էլ մեղավոր եք։ Թե դուք, թե Միսակը, թե հերս։ Ես միջև այս պատմության մեջ խորանալը մտածում էի, որ ամենամեծ մեղավորը Սարոյանն է։ Բայց հիմա հասկանում եմ, որ այդ մարդը հերիք չի, որ մեղավոր չի, մի բան էլ ամենատուժվածն է։ Հիմա էլ հերթը մեզ է հասել։ Հույս ունենանք, որ վերջինը կլինենք։ Տիկին Նարինե, ինձ կներեք, կարող է ասածս փոքր-ինչ կոպիտ հնչի, բայց մենք այսքան ժամանակ նույնիսկ իրար նորմալ չենք էլ բարևել։ Դուք անընդհատ խուսափել եք ինձանից։ Մենք չենք էլ փորձել ինչ-որ խոսակցության եզրեր գտնել իրար հետ։ Իսկ հիմա եկել եք ու ասում եք, որ ուզում եք խոսել։ Ու թե ինչի մասին պետք է խոսենք ու ձեր գալու նպատակը չեմ էլ հասկանում։ Ես չեմ եկել, որ իմ կամ անցած դեպքերից խոսենք։ Ուղղակի այն ինչ ուզում եմ խոսենք ու հասկանանք, արդյունքն 25 տարի առաջ եղածի։ Արման, ես եկել եմ, որովհետև պարտավորություն ունեմ մեր երեխեքի հանդեպ։ Քո հանդեպ եւս։ Չէ։ Չկա իմ առաջ որևէ պարտավորություն եւ դուք ինձ ոչ մի բան պարտք չեք։ Այդ ես գիտեմ, թե ինչ եմ պարտք։ Իսկ հիմա խնդրում եմ լսես առաջարկս։ Հա, ես քեզ առաջարկ ունեմ կամ էլ խնդրանք ոնց ուզում ես կարող ես ձևակերպել։ Հա,
Համ ուրախ եմ, որ խոսեցիր հետս։ Համ էլ մի տեսակ մեղավոր եմ զգում, որ այդ ամեն ինչը վերապրեցիր։ Տես, տրամադրությունը տնկավ։ Կներես գոռը։ Ոչինչ բան չկա, ես հենց խոսալու համար եմ եկել մոտդ։ Ուղղակի սիրտս ցավում է, որ տեսնում եմ ոնց ես տանջվում։ Ու ավելի շատ ցավում է նրա համար, որ այսքան ժամանակ այդ ցավը ներսումդ ես պահել ու լռել ես։ Այս ամեն ինչը իմ կյանքի ամենասև բիծն է։ Ու ինչ ուզում է լինի, այդ օրը միշտ իմ հետ է։ Ես չեմ կարողանում մոռանամ, ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանամ այդ աղջկա, աչքերը, իր հայացքը, իր մոր ասածները։ Ահավոր է միշտ մեղքի զգացումով ու վախով ապրել։ Պիտի փորձես հաղթահարել։ Չի ստացվում, ինչ էլ անում եմ չի լինում։ Էլ չեմ ուզում այս մասին խոսենք։ Արդեն իսկապես շատ վատ եմ։ Գոռ, կյանքն այնքան անկանխատեսելի է։ Երբեք չես կարող պատկերացնել, թե ինչ կլինի։ Ես վստահ եմ, որ դու կարողանալու ես քո այս բոլոր վախերը հաղթահարել։ Ուղղակի մտածում եմ դրա ցանկությունը չունես։ Ես գիտեմ, որ վախերդ կկարողանաս հաղթահարել, բայց չգիտեմ հոգուդ ծանրությունը կթեթևանա, թե չէ։ Մի հարց էլ տամ ու վերջ, հա։ Դուր, ասա ինչ հարց ուզում ես դուր։ Այդ դեպքը Հայաստանում ա եղել։ Չէ, Ամերիկայում։ Հետո էլի հետաքրքրվել եմ այդ ընտանիքով։ Իրանք տեղափոխվել են Հայաստան, որտեղ Ամերիկայում էլ մարդ չունեին։ Ստեղ էլ գտա իրանց, դե մնացածն էլ գիտես։ Մենք պիտի այդ ընտանիքի մասին ամեն ինչ իմանանք։ Իմանանք մայրը որտեղ է աշխատում, երեխան որ դպրոց է գնում, որ դասարանում է սովորում, ինչ խմբակների է հաճախում։ Ինչքան շատ ինֆորմացիա ունենանք, գոռ այնքան մեր անսպասելի չպլանավորած այդ հանդիպումը շուտ կկայանա։ Ես քեզ կօգնեմ, գոռ։ Չեմ ուզում օդում խոստումներ տալ, բայց ամեն ինչ կանեմ, որ այդ մարդիկ ճանաչեն քեզ ու ամենակարևորը հասկանան։ Իրենք ինձ չեն ճանաչում ու ես հաստատ լեզու կգտնեմ։ Ինձ մենակ պետք է իմանամ, որ իրանք ոչ մի բանի կարիք չունեն։ Կամ եթե հանկարծ ինչ-որ բանի կարիք էլ ունեն, ես այդ հարցերը շուտ լուծեմ։ Այդքան բան ուրիշ բան պետք չի ինձ։ Ճիշտ ես։ Ինչպես միշտ, դու ճիշտ ես։ Ոյ, տպարանից է, մոռացել է ինչ-որ գործ ունեմ ենտեղ անելու։ Գնանք։ Հա, արի քեզ տանեմ տպարան, ես էլ գնամ իմ գործերով։ Ես իհարկե չեմ էլ պատկերացնում, թե դուք ինչ առաջարկ ունեք, բայց ասեք, լսում եմ ձեզ։ Արման, դու իրավացի ես, երբ ասում ես Սարան, Էլկան, Ռեբեկան, դու այս պատմության տուժողն եք։ Հա, այս ամեն ինչ կտայի, որ նման բան չլիներ, բայց ունենք այն ինչ ունենք։ Ու հիմա մեղավորներ փնտրելու փոխարեն պիտի ելքեր գտնենք։ Ստեղ ելք չկա։ Միսակը մեռած է։ Հորս դատել են։ Ինձ էլ երևի կդատեն։ Կամ էլ եթե չդատեն, ուղղակի ինչ որտեղ կգնա։ Ուր։ Չգիտեմ, բայց ինչքան հնարավոր է հեռու։ Ես քեզ ուրիշ առաջարկ ունեմ։ Չգիտեմ ինչ եք ասելու, բայց ես արդեն իսկ հրաժարվում եմ։ Դե երևի արդեն գիտեք, որ աշխատանքից դուրս եմ եկել ու էդ էլ նշանակում է այն, որ փորձում եմ ձեզանից ուղղակի հեռու լինել։ Ինչի համար։ Որովհետև այդ մենակ վնասում է։
Ես իհարկե էլի մինչև կյանքիս վերջ երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ որ արել եք իմ համար։ Շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար։ Բայց հիմա մեր շուրջը կատարվում են բաներ, որոնց վրա որ չենք կարող աչք փակել։ Բա էլ կան, Արման։ Ես առաջին հերթին հենց Էլկայի համար եմ ուզում հեռու մնալ։ Որովհետև կանցնի ժամանակ, հետո կսկսի իր համար գոնե ավելի լավ լինել։ Արման, իսկ Էլկան կամ դու ինչով եք մեղավոր, որ հիմա սենց պատժում ես ձեզ։ Ես եմ պատժում։ Իսկ դուք ուրիշ տարբերակ թողել եք։ Արման, դատի ավարտից հետո դու բոլորովին ազատության մեջ ես լինելու։ Օրենքի հետ այլևս խնդիր չես ունենալու։ Պապան ու փաստաբանը ամեն ինչ անում են դրա համար։ Արման, դու բոլորովին ազատ ես լինելու ու կկարողանաս վերցրու Էլկային ու գնացեք այստեղից։ Ինչ։ Ես դեզ ամեն ինչով կօգնեմ։ Վստահ եմ, որ պապան էլ կօգնի։ Ախր այսպես չի կարելի, Արման ջան։ Դուք երկուստ էլ սիրում եք իրար ու մենք բոլորս նայում ենք, թե դուք ոնց եք տառապում, ոնց եք կորցնում իրար։ Այսպես ճիշտ չի։ Ես շատ լավ հասկանում եմ ստեղծված իրավիճակը, Բայց ինչ։ Բայց դուք մեղավոր չեք։ Դուք բոլորովին մեղք չունեք։ Էլկան այնտեղ է տառապում։ Անճանաչելի է դարձել, դու էլ այստեղ ես տառապում։ Ես խնդրում եմ, առանց որևէ բան մտածելու, վերցրու Էլկային ու գնացեք ձեր երջանկության հետևից։ Խնդրում եմ, Արման։ Եթե հիմա չանեք, ապա մի ամբողջ կյանք պիտի զղջակ ու տառապեք։ Վերջ, ես արդեն տպարանում եմ։ Կարող ես գնալ։ Պապիդ բա երբ է գալու։ Ոչ ոք չգիտի։ Պապիկն իրեն շատ տարօրինակ էր պահում։ Հանկարծակի գնաց ու ոչ ոքի չասեց երբ է գալու։ Իսկ պապիկդ, որ այստեղ էր, այդ Արսենը նորմալ էր իրան պահում։ Գոր Արսենը միշտ է իրեն նորմալ պահում, հիմա էլ է նորմալ պահում, ուղղակի չգիտեմ այսօր ինչի այդպես արեց։ Չնայած դու այնքան սիրուն ես, որ այդ տղուն էլ եմ հասկանում։ Չսկսես։ Առաջ անգամ որ քեզ տեսա, ամենասկզբից սիրարվեցի քո աչքերին։ Հետո ժպիտիդ։ Դրա համար այդ տղու վրա խոսում եմ, բայց ամել հասկանում եմ իրան։ Այդ չի նշանակում, որ ինքը կարող առիթավորվի, բայց դու էլ ես հետաքրքիր մարդ։ Հերիք չի այդքան սիրուն ես, ամել գործի գնալուց ավելի ես սիրուն անում։ Ոչ թե ես եմ այդքան սիրուն, այլ դու ես ինձ սիրահարված աչքերով նայում։ Դու քո թեթև ձեռքով նենց ես արել, որ ինձ թվում է, էս իմ հայացքով էլի ուրիշ մարդիկ են քեզ նայում։ Գոր ինչ անեմ, քող գցեմ երեսից նոր գամ։ Չէ, հակառակը, գլուխդ բարձր միշտ քայլի, որ ես էլ հիանամ։ Իսկ այդ Արսենի նմանների հետ ես գիտեմ ոնց կվարվեմ։ Ես քեզ այնքան շատ եմ սիրում։ Ես էլ քեզ, ապրես որ հասկացար ինձ։ Այդ դեպքից հետո գրեթե 5 տարի է անցել, ես տենց էլ ոչ մեկ հետ ոչ մի բառ չէի խոսացել։ Իսկ քո հետ ուրիշ էր, որտեվ դու ուրիշ ես։ Դու իմ ուրիշ Սառան ես։ Ամեն ինչ լավ է լինելու, խոստանում եմ քեզ։ Բայց հիմա վազեմ գնամ, ուշանում եմ, 5 րոպեից սկսվում է ժողովը։ Լավ։ Արման ջան կներես, այս անգամ չի ստացվում մի հատ գործ առաջացել, բայց իրիկունը եթե հանգարց շուտ վերջացրեցի, անպայման միտեղ կգնանք կնստենք, մի բան կհորինենք։ Իմ համար էլ հեշտ չի գալ այստեղ ու նման բաներ ասել քեզ։ Ես ինքս եմ շատ մեծ սեր կորցրել։ Արման, ես տեսնում եմ, որ դուք իրոք շատ եք սիրում իրար։ Ու դա պատանեկան սեր չի, որ մտածենք մի օր կանցնի կգնա։
Երկուստ էլ տառապելու եք ու ձեր տեղը չգտնեք կյանքում։ Չգիտեմ, մտածի ասածների շուրջ։ Եթե ամեն դեպքում որոշես գնալ այդ քայլին, ես կխոսեմ Էլկայի հետ։ Ինքը անգամ իր հոր հիշատակին դեմ գնաց քեզ պաշտպանելու համար։ Ես դա լավ գիտեմ, թե ինչ էր նշանակում իր համար։ Էնպես որ ամեն հարցում ես կօգնեմ ձեզ, Արման ջան։ Ես չէի էլ պատկերացնի, որ դուք նման բան կասեք։ Ես էլ։ Բայց ամեն ինչից կարևոր իմ երեխու համար իր երջանկությունն է։ Ես եթե անցած չլինեին ամենի միջով ինչով որ անցել եմ, երևի այսքան չխորանայի ես պատմության մեջ։ Ես ինքը շատ լավ գիտեմ, որ անցեր ապրելը չապրելուց շատ ավելի վատ է։ Դա նման է իրական դժոխքի, որից բրծում չկա։ Ոչ ոք չի ասում, որ դուք մենակ կմնաք, եթե հիմա այս քայլին չդիմեք։ Չէ։ Քո կյանքում էլ ինչ-որ մեկը կհանդիպի, Էլկան էլ կամուսնանա։ Բայց ամեն անգամ, ամեն պահի հիշելու եք իրար։ Երազելու եք իրար մասին։ Այդ այն դեպքում, երբ ձեր կողքին բոլորովին օտար մարդ է։ Հավատա դա իրական սարսափ է։ Հա։ Բայց ոչ պակաս սարսափն է նա, որ փախնենք իրար հետ ու հետո իրար մեղադրենք մեկս մյուսի ծնողի ճակատագրի համար։ Ես իրոք կյանքիցս շատ եմ սիրում ձեր աղջկան։ Ու վստահ եմ, որ ինքն էլ ինձ է շատ սիրում։ Բայց եթե մենք հիմա անենք բաներ, որոնք որ լրիվ անտրամաբանական են, հետո ինչ պատասխան ենք տալու մեր երեխեքին։ Արման ջան։ Այս պատմությունը մենակ մի դեպքում կարա նորմալ վերջանա։ Եթե մեր ընտանիքները ուղղակի իրարից բաժանվեն ու հեռու մնան, թե չէ նորից դժբախտությունն ու երջանկությունը իրար անընդհատ կհաջորդեն։ Ես ու Էլկան խոսել ենք այդ մասին։ Շատ ենք խոսել ու հասկացել ենք, որ ընդհանրապես ելք չկա։ Մենք ոչ մի բան չէինք արել, բայց հիմա մենք ենք պատասխան տալիս մեր ծնողների փոխարեն։ Ու ես վստահ եմ, որ ոչ ես, ոչ էլ Էլկան հաստատ չենք ուզենա, որ հետագայում մեր երեխաները մեր փոխարեն պատասխան տան։ Եթե մենք հիմա էգոիստ լինենք ու վարվենք այնպես, ինչպես որ դուք եք վարվել ժամանակին, հաստատ հետո օրերից մի օր մեր երեխաներն են պատասխան տալու մեր փոխարեն։ Ու ոչ ես, ոչ էլ Էլկան այդ ամեն ինչը հաստատ չենք անի։ Մեր մասին ոչ մեկ չմտածեց, բայց մենք հաստատ այդ տեսակը չենք։ Թեկուզ որ ամբողջ կյանքում մենակ մնանք, բայց հաստատ այդ քայլին չենք գնա։ Ինձ էլ կտաս սուրճ։ Հայ իհարկե, սա խմի, ես ինձ հետո կդնեմ։ Մենակ ենք։ Հա, բայց ես էլ պետքա դուրս գամ։ Ուղղակի ուզում էի համոզվել, որ դու լավ ես, հետո նոր գնամ։ Ես երեխա չեմ։ Հանգիստ գնա, եթե պետքա գնաս։ Էլկա, դու գիտեիր, որ Արմանը դուրս է եկել աշխատանքից։ Փաստորեն չգիտեիր։ Ինքն է դուրս եկել, թե Չէ, ինքն իր կամքով։ երևի այդպես ավելի լավ է։ Ես էլ եմ այդպես կարծում։ Ինքը ինչքան հեռու լինի, այդքան ավելի լավ կլինի համ քեզ, համ իր համար։ Ուր։ Գնամ պարկեմ, գլուխս սկսեց ցավել։ Բայց սուրճդ։ Էլ չեմ ուզում։
ջան, մեր համար սուրճ եմ բերել։ Ինչի համար։ Դե բոլորը ժողովի էին, ես էլ ազատ էի։ Ինչքան նկատել եմ դու բոլորի համար ամեն ինչ անում ես, բայց չգիտեմ ինչի քո համար մի բաժակ սուրճ էլ դնող չկա։ Մտածեցի բերեմ միասին կխմենք։ Չեմ խանգարում, չէ՞։ Չէ, ես էլ մի քիչ ընդմիջում կանեմ, հատկապես որ արդեն շատ եմ հոգնել։ Փաստորեն Սարան Սարոյանի թոռն է։ Չգիտեիր։ Դե իմացա, բայց շատ զարմացա։ Ճիշտ է, ինչ որ մեկին չեմ ասել, չեմ հարցրել դրա մասին, դե իմ գործը չի։ Սարային ուսանողական տարիներից ճանաչում եմ։ Այն ժամանակ մոր հետ էր ապրում, մենակ էին։ Գալիս էր դասի, հետո վազում աշխատանքի, կամ աշխատանքից գալիս դասի, ու ընթացքում քնում էր։ Ինքն էլ այդ մասին նոր իմացել, Սարային նոր են գտել։ Բայց ո՞նց ա եղել։ Իրոք չգիտես։ Չէ։ Լավ կպատնեմ, հատկապես որ գաղտնիք չի, բոլորը գիտեն։ Ախպեր, դու գիշերվա երաս չես։ Քեզ էլ բարև։ Այսօր Դուրս էի գալիս։ հասկանում եմ, որ դուրս ես գալի, բայց ուր։ Գոր աղբորպես կռվելու հավես չկա էլի։ Այսինքն գնում ես Ռեբեկային տեսնես։ Հա, ու նենց էլ չի որ պիտի թաքուն պահի։ Հենց այդ մասին խոսալու համար եմ եկել։ Խոսալու թե կռվելու։ Եթե կռվելու համար ես եկել, ես իմ ասելիքն արդեն ասել եմ այդ թեմայի շուրջ։ Ոչինչ, մի հատ էլ կասես։ Կարող ես մեր խոսակցությունից հետո ասելիքդ փոխվի։ Իմ ասելիքը մեկա չի փոխվելու այդ թեմայի շուրջ։ Պապ ջան, հազիվ կապի դուրս եկար։ Բարև, բալես, ո՞նց ես։ Պապ, չգիտեմ ոնց ենք։ Ամեն ինչ խառնվել է իրար։ Կարիքդ շատ ունեմ, պապ։ Ես իրոք խճճվել եմ, չգիտեմ ինչ անեմ։ Ես դատի արդյունքներից տեղյակ եմ ու մեծ հույս ունեմ, որ Արմանին առանձնապես վտանգ չի սպառնում։ Հա, պապ, ես էլ այդ հույսն ունեմ, բայց դատախազը շատ լուրջ է տրամադրված։ Խնդիր չի, ես այդ հարցը կլուծեմ։ Պապ, ինչ որ բան է եղել։ Չէ, ինչի։ Դե չգիտեմ, քեզ նման չես։ Տեսքդ մի տեսակ է։ Լավ ես քեզ զգում։ Չէ, լավ եմ։ Ուղղակի մի քիչ հոգնած եմ։ Հաստատ։ Հա, հաստատ, իհարկե։ Պապ, իսկ երբ ես հետ գալու։ Չգիտեմ։ Պապ, այդ ինչ գործնական հանդիպում է, որ չգիտես երբ ավարտվելու։ Յուրաքանչյուր գործուղում հստակ ժամանակացույց ունի։ Դու չգիտես երբ են ավարտվում այդ հանդիպումները։ Չէ, չգիտեմ, սա մի փոքր այլ ձևաչափով է։ Պարզապես դու են ասա, աղջիկները լավ են։ Դե չհաշված որոշ հանգամանքներ լավ են։ Պապ, բա դու որտեղ ես, հյուրանոցում ես։ Արդեն պիտի անջատեմ։ Հետո կխոսենք, լավ։ Ես ամենը արդեն ինձ շատ անհանգստացնում է։ Գորջան, ես հասկանում եմ, որ Ռեբեկան քո ընկերոջ նշանասն է եղել։ Բայց այդ տղեն հիմա չկա։ Ես էլ իրան չեմ ճանաչում, բայց ըստ ձեր պատմածների, այն որ ինքը քո շատ մտերիմ ընկերն է եղել, ես հասկանում եմ, որ ինքը շատ կարգին տղա է եղել, բայց այստեղ մի հատ շատ մեծ բայց կա։ Ռեբեկան հիմա ինչ մեղք ունի, որ այս ամեն ինչը սենց է դասավորվել։ Ես ուզում եմ հասկանամ քո խնդիրը ո՞րն է։ Նայ, ես հասկանում եմ, որ օրերից մի օր Ռեբեկան կուզենա իր կյանքը դասավորի, բայց հենց հիմա ես չեմ տեսնում, որ դա իր մտքին կա։ Հա, բայց ինչի՞ ես այդ ամեն ինչը դու որոշում։ Չեմ հասկանում, գիտես ինչիդ վրա ես այդպես վստահ։ Այդ աղջիկը ասում է, որ դուք ոչ մի կապ չունեք իրար հետ։
Ու այս քո պահվածքը ինչ շատ ջղայնացնում է։ Եթե ասում է, որ կապ չունեք իրար հետ, չես մտածում, որ այդ նշանակում է, որ պետք է հեռու մնաս։ Հա, հասկացա, որ հիմա մեկ եմ, բայց կարող է ու վաղը մեկ չեմ լինում։ Չէ՞ կարող է ինքն էլ ուզում, որ շփվենք իրար հետ։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ, Գոր, քո խնդիրը որն է։ Ու եթե դու մի քիչ ես ամեն ինչին քիչ խառնվես, հաստատ նենց է լինելու, որ ուղղակի իրար հետ մտերիմ ընկերներ կլինենք գոնե, հա։ Ստեղ իմ խնդիրը այդքան Ռեբեկան չի, ինչքան դու ես աղամ։ Հա, այսինքն որ ուրիշ տղա լինի դեմ չես լինելու։ Ես երբեք Ռեբեկայի կյանքին չեմ խառնվի, եթե կարիքը ինքը դրա չզգա։ Բայց ես քեզ նորից եմ ասում, ստեղ խնդիրը մենակ դու ես, որտեվ ես քեզ ճանաչում եմ, գիտեմ դու ոնց ես ապրում։ Սկսվեց էլի, աղբերես, ես ուզում եմ դու հասկանաս այն, որ իմ ընկերների ստեղի պահվածքի հետ ես ընդհանրապես կապ չունեմ։ Կրակն ընկա, հա, որ իմ ընկերները հիմա տենց են իրաց պահում։ Այ խելոք։ Այդքան տարի կողքի ապրել ենք, մտածում ես ես քեզ ստեղի ընկերներով պետք է ճանաչեմ, հա։ Չէ, ամեն ինչ աչքից դեմն է եղել։ Տեսել եմ աղջիկի հետ ոնց ես շփվում, ոնց ես ամեն օր նոր ընկերուհի բերում տուն։ Մի ամիս այդ ընկերություն ես անում, հետո հոգնում ես բաց ես թողում։ Տնեցիկդ կրակն են ընկեծերդ։ Ավելին ասեմ, քո ու այդ աղջիկի հարաբերությունները մեր շրջապատում անեկդոտ էր դարել արդեն։ Ու դու ուզում ես, որ ես թողեմ դու Ռեբեկայի հետ այտենց վարվես, հա։ Չէ։ Նայ, կարաս զգացմունք ունենաս, հասուն տղա ես, կարաս սիրահարվես։ Բայց ես էլ դու էլ լավ հասկանանք, որ դա կարճ է տևելու։ Դրա համար ինչ ուզում ես, որտեղ ուզում ես արա, բայց Ռեբեկային հանգիստ ես թողնում։ Չէ, աղբերս։ Չէ, Գոր ջան, չի լինում տենց։ Հա, ինչ ասում ես ճիշտ ես ասում, հարց չկա, բայց այս այն դեպքը չի, որը որ դու ասում ես։ Ես չեմ ասում, որ գլուխս կորցրած սիրահարված եմ Ռեբեկային կամ չգիտեմ ես իմ ինչ, չէ, Գոր ջան։ Ուղղակի ես անգամ քեզ չեմ կարա հիմա բացատրեմ, թե ինչ եմ զգում։ Այսինքն ինչ որ ես չգիտեմ ինչա կատարվում, բայց այս ամեն ինչը լուրջ է ու ոչ մի բանի հետ կապ չունի քո թվարկածներից։ Արամ, բերնենց մի արա, որ մեր հարաբերությունները փչանան։ Ես չգիտեմ դու այս ամեն ինչից հետո ոնց կտրամադրվես իմ հանդեպ, բայց ես ասեմ, որ Ռեբեկայից հեռու չեմ մնալու աղբերս, որովհետև շատ հնարավոր է, որ մի որոշ ժամանակ հետո Ռեբեկան էլ ուզի, որ մենք շփվենք իրար հետ, ու այդ շատ նորմալ կլինի։ Նենց որ աղբերս, արի դու քո կյանքով ապրի, ինձ ու Ռեբեկային էլ հանգիստ թող։ Ես քեզ հանգիստ չեմ թողնելու։ Աչքերս 4 արած հետևելու եմ քո ամեն մի քայլին։ Ու եթե հանկարծ ես իմացա, որ դու քո ներկայությամբ տհաճություն ես պատճառում Ռեբեկային, ուրեմն մենք դրանից հետո ուրիշ ձև կխոսանք արդեն իրար հետ։ Եղավ։ Եղավ։ Քեզ հետաքրքիր պատմություններ։ Լսի, բայց Գորը ով է։ Լուրջ են իր ու Սարայի հարաբերությունները։ Ով իմանա, մի օր կռվում են, 2 օր հետո հաշտվում։ Մենակ գիտեմ, որ պարոն Սարյանը այդքան էլ լավ չի վերաբերվում Գորին։ Հա։ Այս վերջերս էլ մի քանի անգամ շատ լուրջ վիճել են։ Դե Գարքին մարդ է Սարոյանը էլի, հազարով չի։ Հա, մամ, դուրս եմ եկել արդեն, մտնեմ խանութ ու գամ, լավ։ Բարև Մուննատ ջան։ Դու որտեղից հայտնվեցիր։ Ինչ մեղմ ես։ Հավատա սրանից ավելի մեղմ չի լինում։ Հարցեր ունես։ Հա։ Ուր էր գնում։ Քեզ ինչ։ Ես ոչ չեմ սիրում սենց բաներ, բայց լավ, մի կերպ կդիմանամ։ Մինչև ինչ։ Դու ինչի ինձ ընդհանրապես չես զանգում, ասենք մարդ եմ, կարող է ու անհանգստանում եմ։ Իսկ քո գլխի հետ ամեն ինչ նորմալ է։ Հա։ Իսկ ինձ թվում է ամեն դեպքում մի բան են չի, խորհուրդ կտամ ստուգես։ Մի րոպե սպասի։ Արի հանգիստ խոսանք։ Ինձ թվում է մենք արդեն իրար հետ պետքան էլ վատ չենք, չէ։ Այ հարցը հենց դա է, որ 2 անգամ դեմքից ժպտացիք, հենց թվում է մենք շատ մոտիկ ենք իրար հետ։ Իսկ ես տանել չեմ կարողանում, երբ մարդիկ փորձում են ներխուժել իմ անձնական տարածք։
Շատ ճիշտ ես անում, բայց ես այն մարդը չեմ, ումից որ պիտի զգուշանաս։ Հարցը զգուշանալը չի։ Պարտադիր չի բառացի ասես, որ հասկանամ ինչ նկատի ունես։ Հա, այսինքն ուզում ես ասել, որ առանց ասելու դու ինձ արդեն լրիվ հասկանում ես։ Դու կատակի ես տալիս Ռեբեկա, բայց հա, ես քեզ խոսքից հասկանում եմ։ Կամ էլ շատ եմ ուզում հասկանալ ու տենց ձև եմ տալիս իբր տենց է։ Դու իրոք տարօրինակ ես։ Դու էլ բոլորի նման չես։ Այսինքն ես էլ եմ տարօրինակ։ Մուննատ ես։ Ես իհարկե շատ շնորհակալ եմ, որ եկա անհանգստացար, բայց ես պետք է արդեն գնամ, շտապում եմ։ Իսկ ուր ես գնում։ Լսի, ինչ ես դու պարտադիր ուզում իմանալ, թե ես ուր եմ գնում։ Ինձ քո հետ կապված ամեն ինչ հետաքրքիր է։ Ու մենակ չասես, որ ոչ մի բան չես նկատել։ Ես արդեն անիմաստ ժամանակ եմ վատնում։ Լսի, ես չեմ հասկանում, դու ուրիշ զբաղմունք, հետաքրքրություն չունես, որ անդադար հայտնում ես իմ տեսադաշտում։ Բա ինչ անեմ։ Օրինակ կարող ես քեզ աշխատանք գտնել, տուն վարձել ու վերջապես դուրս գալ այդ տնից։ Բա չիմացար, ես հենց նոր աշխատանք ընդունեցի։ Վերջապես, շատ ուրախ եմ, երջանիկ եմ ու ամենակարևորը հույս ունեմ, որ էլ երբեք քեզ չեմ տեսնի։ Թիկնապահ եմ։ Այ ինչ ուզում ես եղի, կարևորը ինձանից հեռու։ Քո թիկնապահն եմ։ Ինչ։ Հա, Ռեբեկա ջան, բա ամեն անգամ գնալ գալուս համար պիտի արդարանամ։ Արի հաշվենք, որ ձրի քեզ թիկնապահություն եմ անում։ Ու չեմ հասկանում, դու ամեն ինչից դժգոհ ես։ Հերիք չի մի կոպեկ փող չես տալիս, մի հատ էլ վատ է։ Ահա որը։ Դե հիմա էտա։ Անտանելի ես։ Ռեբեկա ջան, ես ընտիր տղա եմ։ Մի ոսկի անձնավորություն ու հասկանում եմ, որ իմ հմայքին դիմանալ չի լինում, բայց մի կերպ պիտի փորձես էլի գոնե։ Ու քեզ ասեմ, որ թիկնապահների հետ սենց մտերմիկ հարաբերությունների մեջ չեն մտնում։ Արի դու գնա, ես էլ քո կողքով կքայլեմ ու խոստանում եմ, Ռեբեկա ջան, որ չեմ խոսի։ Ուղղակի կքայլենք իրար հետ։ Դու էլ մուննատ գալու առիթ չես ունենա, օրը հələ նոր է սկսվել էլի։ Հələ այնքան մուննատ կգաս։